Իրանում հակակառավարական ցույցերի զոհերի թիվը հասել է մոտ 2000-ի։ Reuters-ին այս մասին հայտնել է իրանցի պաշտոնյան։ Երկրում ինտերնետն ու հեռախոսակապը դեռ անհասանելի են, թեև հաղորդումներ կան, որ հնարավոր է եղել որոշ միջազգային զանգեր անել։ Այս պահին Իրանից լուրեր չեն ստացվում, թե արդյոք հակակառավարական ցույցերը շարունակվում են։ Ականատեսները BBC-ին պատմել են վերջին օրերին իրավապահների բիրտ գործողությունների մասին։ Անձամբ դա տեսա, նրանք կրակեցին ուղիղ ցուցարարների շարքերի վրա, եւ մարդիկ ընկան այնտեղ, որտեղ կանգնած էին, պատմել է հարավային փոքր քաղաքներից մեկի մի բնակիչ։ Ըստ գործակալության ուժայինների դաժանությունն իր գագաթնակետին է հասել հինգշաբթի եւ ուրբաթ։ Թեհրանից մի երիտասարդ կին ասել է, որ հինգշաբթին ասես Դատաստանի օր լիներ։ Նույնիսկ Թեհրանի հեռավոր թաղամասերն էին լի ցուցարարներով, բայց ուրբաթ անվտանգության ուժերը միայն սպանում էին, սպանում ու սպանում։ Այդ ամենը տեսնելուց հետո այնքան էի ցնցված, որ լիովին կորցրի մարտական ոգիս։ Ուրբաթն արյունալի օր էր, պատմել է նա, հավելելով, որ այդ սպանդից հետո մարդիկ վախենում են փողոց դուրս գալ։ Կինը պատմել է, որ Թեհրանը մարտադաշտի էր վերածվել։ Պատերազմի ժամանակ երկու կողմերն էլ զենք ունեն, այստեղ մարդիկ միայն վանկարկում են եւ սպանվում։ Սա միակողմանի պատերազմ է, ասել է նա։ Լոնդոնաբնակ իրանցի մի բժշկի Իրանի հիվանդանոցներում աշխատող գործընկերները պատմել են, որ շատ բուժհաստատություններ պատերազմական գոտի են հիշեցնում։ Պաշարների արյան պակաս կա։ Նրանք պատմել են, որ հարյուրավոր վիրավորների են սպասարկել, որոնք հիմնականում բերվել են Թեհրանից եւ այլ մեծ քաղաքներից։ Արյան պաշարների պակասի մասին հաղորդել է նաեւ Իրանի պետական հեռարձակողը, որն այս օրերին խիստ գրաքննության պայմաններում գործող հատուկենտ պաշտոնական աղբյուրներից է։ Չնայած ընդդիմադիրների ցույցերի մասին տեղեկություններ չկան, ըստ պետական լրատվամիջոցների, իշխանությունների աջակիցներն են երեք ցույցեր արել մի քանի քաղաքներում։ Թեհրանի ակցիային մասնակցել է նաև նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Սակայն BBC-ի իրանական ծառայության փոխանցմամբ դա ինքնաբուխ ցույց չի եղել։ Իշխանությունները մարդկանց կարճ հաղորդագրություններով են մոբիլիզացրել, միաժամանակ զգուշացնելով չմասնակցել հակակառավարական ակցիաներին։ Ու մինչ իշխանություններն իրենց աջակիցներին են փողոց դուրս բերում, աշխարհն ուշի ուշով սպասում է, թե ինչպես կմիջամտի Միացյալ Նահանգները, որի նախագահը չի բացառել նաև ռազմական տարբերակը։ Դոնալդ Թրամփը 3.25% մաքսատուրք է սահմանել այն երկրների համար, որոնք բիզնես կվարեն Իրանի հետ, որն արդեն քանի տարի արևմուտքի խիստ պատժամիջոցների տակ է։ Իրանի ազգային արժույթը վերջին 1 տարում արժեզրկվել է մոտ 50%-ով, իսկ սննդամթերքը թանկացել է մոտ 70%-ով։ Այս կարգադրությունը վերջնական է սոցցանցում գրել է Թրամփը, նշելով, որ այն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Դոնալդ Թրամփին երեք զեկուցվել են միջամտության հնարավոր տարբերակները, որոնք ներառում են նաև հեռահար հրթիռային հարվածներ։ Սպիտակ տան խոսնակն ասել է, որ նախագահը նախընտրում է խնդիրները նախ դիվանագիտությամբ լուծել։ Այնուամենայնիվ դրանով հանդերձ նախագահը ցույց է տվել, որ չի վախենում ռազմական տարբերակներ կիրառելուց, եթե անհրաժեշտ համարի, եւ Իրանից բացի ոչ ոք դա ավելի լավ չգիտի։ Իրանի ակսորյալ թագաժառանգ Ռեզա Փահլավին, որն այս օրերին իրանցիներին կոչ է արել դուրս գալ փողոց եւ վայելում է իրանցիների մի մասի համակրանքը, CBS-ին տված հարցազրույցում Թրամփին կոչ է արել օր առաջ միջամտել, որպեսզի մեջբերում եմ իսլամական ռեժիմը վերջապես փլուզվի։ Ես պարզապես ասում եմ, որ Իրանում զոհերի թիվը նվազեցնելու լավագույն միջոցը շուտապույտ միջամտելն է, որպեսզի այս ռեժիմը վերջնականապես փլուզվի եւ վերջ դրվի մեր մեջ ծառացած բոլոր խնդիրներին։ Մենք պատերազմի մեջ ենք եւ պետք է ապահովենք մեր հաղթանակը։ And we have to make sure that we are victorious. Իրանի հոգևոր առաջնորդն էլ քննադատել է Թրամփին նրա հայտարարության համար, որ Իրանի իրադարձությունների միջամտելու կոշտ տարբերակներ են դիտարկում։ Այաթոլլա Ալի Խամենեին Սպիտակ տան ղեկավարին մեղադրել է մեջբերում եմ խաբեության եւ դավաճան վարձկանների վրա հույս դնելու համար։ Նա միաժամանակ գովաբանել է կառավարամետ հանրահավաքները, նշելով, որ դրանով իրանցիները մեջբերում են ամբողջությամբ ջախջախեցին արտաքին թշնամիների դավադրությունները, որոնք ենթադրաբար պետք է իրականացնեին ներքին վարձկանները։